Ադրբեջանը պաշտոնապես մեղադրել է Իրանին Նախիջևանի ինքնավար հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացնելու համար։ Ըստ Բաքվի հաղորդագրության իրանական տարածքից արձակված 4 ԱԹՍ-ներից մեկը խոցվել է, իսկ մյուսները արվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Թիրախների թվում են եղել Նախիջևանի միջազգային օդանավականի տերմինալը եւ Շեքերբադ գյուղի միջնակարգ դպրոցի հարակից տարածքը։ Պաշտոնական տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է 4 քաղաքացիական անձ։ Իլհամ Ալիևն այս միջադեպը որակել է ահաբեկչություն եւ հրամայել է զինված ուժերին պատրաստվել կոշտ պատասխան գործողությունների։ Իրանը կտրականապես հերքել է մեղադրանքները։ Աբբաս Արաղչին դրանք անվանել է երրորդ ուժի սադրանք։ Թեհրանը ակնարկում է իսրայելական հետքի մասին, որի նպատակն է խաթարել հարևանների բարիդրացիական հարաբերությունները։ Այս լարվածությունը համընկնում է Իսրայելի պաշտոնյաների տարածաշրջանում նոր ցամաքային գործողություններ սկսելու մասին հնչեցրած ակտիվ հայտարարությունների հետ։ Իրավիճակն առավել զգայուն է դառնում քրդական հարցի եւ Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների գործոնի պատճառով։ Փորձագետները կասկածի տակ են դնում իրանական կողմի նման ուղղակի հարձակման նպատակահարմարությունը, հաշվի առնելով ներքին էթնիկ կայունության սպառնացող վտանգները։